Հարգելի հայրենագիտներ, այսօր մենք կհամախմբվենք անդրադառնալու հայ փախստականներու երևույթին, որ միայն պատմական հիշողության հարց չէ, այլև արդիական, իրավական ու քաղաքական խնդիր։ Ան կներառե միջազգային պատասխանատվություն եւ հադուցման իրավունք եւ կշարունակե մնալ մեր օրերու կարևորագույն մարտահրավերներեն մեկը։ 1894-ին 1923 թվականներուն հայրութեմ իրականացված ցեղասպանությունը չէր սահմանափակվեր միայն մարմնական բնաճնջումով, ան նաև մարդկային աշխարհագրության արմատական վերափոխումներ։ Արևմտյան Հայաստանի բնիկ հայ բնակչության ավելի քան 90%-ը կամ ոչնչացվեցավ, կամ բռնի դեղանվեցավ։ Այս իրողությունը կբարդատրե հստակ գնահատումը։ Փախստականներու զանգվածային ստեղծումը պատահական կամ երկրորդական հետևանք չէր, այլ ցեղասպանական ծրագրի հիմնական եւ կառուցվածքային գործիք։ Սակայն նույն այս ծանր պայմաններուն մեջ հայ ժողովուրդը գրծավ վերապրիլ։ Փախստականներու ճամբարները հագարակ իրենց դժվարություններուն դարձան ոչ միայն ապաստանի վայրեր, այլև վերածնունդի կենտրոններ։ Հոն կազմավորվեցան նոր համայնքներ, վերականգնվեցավ գրթական կյանքը, ստեղծվեցան ընկերային կառույցներ։ Միջազգային գազམ་ակերպություններն ու մարդասիրական նախաձեռնությունները եւս իրենց կարևոր ներդրումը ունեցան այս վերականգնումին մեջ։ Ավելի քան մեկ դար անց այս հարցը կշարունակե մնալ կենթանի որպես իրավական եւ քաղաքական օրակարգի մաս։ Ան կհիշեցնե, թե ցեղասպանության հետևանքները անցյալին մեջ փակված չեն, այլ կշարունակեն ներկայանալ մեր օրերուն մեջ արտարության եւ հադուցման պահանջով։ Այս համաձայնին մեջ մենք նաև կդիտարկենք Արևմտյան Հայաստանի եւ Արցախի պատմական ու ժամանակակից իրավունքներու պաշտպանությունը։ Արևմտյան Հայաստանի կառավարությունը եւ ազգային խորհուրդը կվերահաստատեն, որ ցեղասպանության մեղավորները պետք է ենթարկվին պատասխանատվության բացառապես դիվանագիտական եւ իրավական միջոցներով։ Մեր նպատակը բռնությունը չէ, այլ փաստերու, փաստաթուղթերու եւ միջազգային իրավունքի հիման վրա հասնել արդար լուծումներու, ներգրավելով միջազգային կառույցները։ Ազգային հիշողությունը կհանդիսանա մեր անվտանգության եւ իրավական պայքարի հիմքը։ Ան կպահպանե ճշմարտությունը եւ կզորացնե մեր դիրքերը միջազգային հարթակներու վրա։ Այս պայքարը կշարունակվի ոչ միայն քաղաքական դաշտին մեջ, այլև միջազգային դատական ադյաններուն առջև պաշտպանելով մեր հավաքական եւ պետական իրավունքները։ Այսօր, երբ մենք կհիշենք մեր անցյալը, մենք նաև կգերդենք ապագան։ Մեր ժողովուրդը վերաբերելով ցեղասպանությունը եւ փախստականության ցաներ փորձությունը գրծած է պահպանել իր ինքնությունը եւ վերակառուցել կյանքը աշխարհի տարբեր անկյուններուն մեջ։ Այս իրողությունը վկայություն մնե մեր կենսունակության եւ անսասան կամքին։ Այս տարի ապրիլ 24-ին հայրուց ցեղասպանության զոհերու հիշատակի օրը ամբողջ հայությունը պիտի վերահաստատե իր միասնությունը։ Արևմտյան Հայաստանի դրոշի ներքո մենք պիտի հայտնենք աշխարհին, որ հայ ժողովուրդը կենթանի է, գանկուն է եւ վճռակամ պաշտպանելու իր պատմական իրավունքները։ Եզրափակելով կվերահաստատենք, որ մեր պայքարը ոչ միայն հիշողության, այլ նաև արդարության համար է։ Արևմտյան Հայաստանը պատրաստ է համագործակցելու միջազգային հանրության հետ ճշմարտությունը ներկայացնելու, ճանաչում ապահովելու եւ մեր իրավունքները պաշտպանելու համար։ Մեր հիշողությունը չի կրնար չնչվել եւ մեր ցայնը պիտի շարունակե հնչել, մինչեւ արդարությունը վերականգնվի։ Շնորհակալություն։